Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում Թրամփ-Պուտին հանդիպում է սպասվում Հունգարիայում։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը ռուս գործընկերոջ հետ մոտ 2 ժամ 50 րոպե տևած հեռախոսազրույցից հետո։ Թրամփը հայտարարել է, որ խոսակցության թեման ուկրաինական ճգնաժամն է եղել։ Շատ լավ արդյունավետ հեռախոսազրույց էր։ Կհանդիպեմ նախագահ Պուտինի հետ։ Պուտին-Թրամփ 8-րդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ, այս մասին հայտնել է Մոսկվան։ Իսկ Բուդապեշտը որպես ռուս-ամերիկյան գագաթնաժողովի անցկացման վայր Թրամփն է առաջարկել։ Պուտինը համաձայնել է։ Հանդիպման նախապատրաստման աշխատանքները կսկսվեն Լավրովի և Ռուբիոյի հեռախոսազրույցով։ Նրանք կհայտնեն գագաթնաժողովի անցկացման օրը։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով Պուտինը նաև շնորհավորել է իրեն Մերձավոր Արևելքում խաղաղության մեծ նվաճման առթիվ։ Շնորհակալություն հայտնել Մելանիա Թրամփին ուկրաինական հակամարտությունից տուժած երեխաներին աջակցելու համար։ Դաշնության նախագահի օգնականը հայտնել է, որ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է նաև Ուկրաինային Տոմահավք հրթիռների հնարավոր մատակարարման Վաշինգտոնի մտադրության հարցը։ Բարձրացվեց նաև Ուկրաինային Տոմահավք հեռահար թևավոր հրթիռների հնարավոր մատակարարման հարցը։ Վլադիմիր Պուտինը վերահաստատեց իր պնդումը, որ տոմահավքները չեն փոխի իրավիճակը մարտադաշտում, բայց զգալի վնաս կհասցնեն մեր երկրների միջև հարաբերություններին։ Ռուսաստան-Ամերիկա բանակցությունների թեժ պահին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում է։ Աքսիոսը գրում է, որ Զելենսկին ժամանելուց հետո է իմացել Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի մասին և հայտարարել, թե Մոսկվան հենց լսում է տոմահավքների մասին, շտապում է վերադառնալ բանակցային սեղան։ Մինչ Օվալաձև սենյակում Թրամփի հետ հանդիպումը, Զելենսկին հոբ համակարգերի լրացուցիչ մատակարարումների հարց է քննարկելու զենք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Նա կհանդիպի նաև ամերիկացի էներգետիկների հետ։ Ըստ ժամանակացույցի, Թրամփը Զելենսկիի հետ կանցկացնի ոչ ավելի, քան 2 ժամ։ Հանդիպումը նախատեսված է Երևանի ժամանակով երեկոյան 9-ին։ Բանակցությունների ակտիվացումը չի մեղմացնում թեժ իրավիճակը ռազմաճակատում։ Թրամփի խոսքով անցյալ շաբաթ ճակատում երկու կողմերից հազարավոր զինվորներ են զոհվել։ Անցյալ շաբաթ ավելի քան 7000 մարդ է զոհվել։ Դա մեր երկրի վրա չի ազդում։ Ամերիկացիներին չենք կորցնում, բայց զոհվում են ռուսներ, ուկրաինացիներ, զինվորներ։ Հուսով ենք կհաջողվի դադարեցնել պատերազմը։ Ռուսական ու ուկրաինական կողմերի ռազմաճակատից հաղորդված վերջին լուրերը նույնպես հուսադրող չեն։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը զանգվածային հարված են հասցրել ուկրաինական գազային ենթակառուցվածքներին, որոնք Կիևն օգտագործում է ռազմական նպատակներով։ Ուկրաինայի նախագահի խոսքով Դաշնությունն այդ հարձակման ժամանակ ավելի քան 300 անօդաչու թռչող սարք և 37 հրթիռ է օգտագործել։ Հարվածից հետո էլեկտրաէներգիայի անջատումներ են Ուկրաինայի գրեթե բոլոր շրջաններում։ Դաշնության պետական լրատվական միջոցները հաղորդում են, որ ամենաարյունալի մարտերն այս պահին Զապորոժիեի մարզում են։ ՌԻԱ Նովոստիի տվյալներով գիշերն այնտեղ ռուս ռազմական թղթակից է զոհվել, մեկն էլ ծանր վիրավոր է։ Նրանք առաջադրանք կատարելիս են եղել, երբ ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է։ Մարիամ Ամերջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։